Ոչ Ռուսաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում մեծամասնությամբ մեդիաների մամուլին վստահել չի կարելի։ Չի կարելի վստահել այն մամուլին, որը անկախ չի։ Այսպես ձևակերպել։ Բայց պոստսովետական տարածքում մամուլի ԶԼՄ-ների մեծ մասը ոչ անկախ են։ Նույնիսկ եթե իրենք պաշտոնապես մասնավոր են եւ այլն, բայց իրենք ազատ չեն, անկախ չեն։ Դրա համար ազատ մեդիան դա կարևոր գործոն է կայունության համար պետությունների։ Տեսեք, չէ՞ ժողովրդավարական ռեժիմը տարբերվում ավտորիտար ռեժիմից։ Ժողովրդավարական ռեժիմում իս շնորհիվ նրան, որ մամուլը ազատ է աշխատում անկախ նրանից ով է երկրի ղեկավար։ Դատարանները աշխատում են անկաշկանդ, անկախ են, անկախ նրանից ով է երկրում ղեկավար։ Խորհրդարանը աշխատում է անկախ նրանից ով է կառավարությունը ինքը իր որպես ինստիտուտ գործառույթներ անում է։ Պետական մարմինները նույնպես աշխատում են անկախ նրանից ով է երկրի վարչապետը, կառավարության ղեկավարը, այս կամ այն ծրագիրը կարող են իրականացնել, բայց իրենք կենսունակ են ցանկացած կառավարության հետ աշխատելու։ Ավտորիտար համակարգում սախ գալիս է կպնում է մեկ մարդուն։ Այս Նիկոլն է մեր երկրի փրկիչը, Պուտինն է մեր երկրի փրկիչը, Ալիևն է մեր երկրի մի մարդուց է ամեն ինչ կախված, եւ դատարանը, եւ մամուլը, եւ խորհրդարանը, եւ կառավարությունը աստիճանաբար ավտորիտար ռեժիմի ընթացքում, ժամանակի ընթացքում այդպիսի վիճակ է ստեղծում։ Եվ եթե այդ մարդը չկա, բա ինչ անել այդ դեպքում։ Սկսվում է կատաստրոֆա։ Ռուսաստանի համար ես համաձայն եմ Դմիտրի Արեշկինի պրոգնոզի հետ, որ Պուտինից հետո լինելու է ուժային պայքար նախագահի պաշտոնի համար։ Անխուսափելի է դա։ Ադրբեջանում նույնպես, նույն իմ կարծիքով դրությունն է, Դմիտրի Արեշկին Ռուսաստանի հայտնի բավականին ազատ խոսացող, եզակի ազատ խոսացող քաղաքագետներից մեկն է։ Ադրբեջանում կարծիքով նույնն է։ Եթե Ալիևը մխրճկվեց իրար հակասող գործարքների մեջ, երբ որ մեկի հետ գործարքը մյուսի հետ գործարքի հետ չի կարող համադրվել, պիտի հայտնվեր վիճակում, որ ինչ որ օպոնենտներ դրա մեջ տեսնելու են խոցելիություն եւ դրա վրա փորձելու են իրենց քաղաքական իշխանությունը զավթելու ծրագիրը կառուցել։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն է նախաձեռնել Իլհամ Ալիևի դեմ մահափորձ, բայց ես չեմ բացառում, որ ինչ որ մարդիկ Ադրբեջանում մենք նույն մոդելը տեսնում ենք Հայաստանում։ Նորից եմ ես միշտ օրինակներ իրար կողք բերում։ Կարող էին մտածել, որ խոցելի է այս Արցախի զավթելու եւ էթնիկ զտում անելու ծրագիրը խոցելի դարձրեց եւ Նիկոլ Փաշինյանին եւ Ալիևին։ Երկուսն էլ հակասական տուրբուլենտ վիճակում են գտնվում։ Այդ ամբողջ հանցագործությունը իրենք այսպես ասած փոխկապակցված են հանցագործությամբ համատեղ, այդ հանցագործության տարբեր կողմերի այսպես դերակատարներն են։ Եվ ստիպված պիտի մանևրեն Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև եւ այդ մանևրները չեն կարող սաղուն անցնել։ Պիտի լինեն այսպիսի հակասություններ։ Եվ Ադրբեջանում եւ Ռուսաստանում կան եւ Հայաստանում կան մարդիկ, ես նորից եմ դնում հավասարության նշան, ինչի դեմ է այսօր Փաշինյանը, այսպես ասած, աղմուկում, ինչի մասին է աղմուկում գետ, որ կան մարդիկ, որոնք որ ծրագրում են իշխանափոխություն պետական հեղաշրջման եղանակով եւ ենթադրում են, որ այդ իշխանափոխության արդյունքում իրենք կարող են Ռուսաստանին օգտակար լինել, այսինքն իրենք ուղերձ են անում Ռուսաստանին, որ այդ տեսեք սպիսի հակասություններ կան Փաշինյանի մոտ, Ալիևի մոտ, համապատասխանաբար Հայաստանում եւ Ադրբեջանում, մենք որ իշխանությունը վերցնենք
ձեր շահերը լինելու են առաջնային։ Հիմա առաջնային չեն։ Բայց նախաձեռնությունը տեղի Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկից հետո մինչև Արցախի դեմ ագրեսիան ստատուս կվոն ստաբիլ էր եւ Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի սատելիտ քաղաքական իմաստով սատելիտ արտաքին քաղաքականության մեջ այսպես ասած շարժվող, հա, վիճակում էին եւ դա ստաբիլ էր։ Արցախի դեմ ագրեսիան եւ այդ հանցագործությունը կործանեց այդ ստաբիլությունը իշխող էլիտաների համար։ Կրկնում եմ իմ միտքը ոնց որ այլ կողմից էլի ընդհանուր պատկերը։ Եվ իրենք հիմա խոցել են, այո, հիմա կա տարածք տեղ Ռուսաստանին ասել, որ կարելի է հետ բերել այն նախկին ստաբիլության դրության, որը որ եղել է մինչև Արցախի վրա կատարված ագրեսիան, ի շնորհիվ իշխանափոխության։ Ռուսաստանի Դաշնությունը, եթե մենք Հայաստանի մինչ օրս այդ բանով նայենք, փորձով նայենք, աջակցում է նման քաղաքական պրոյեկտների աճմանը։ Բայց հետո, երբ որ իրենք հասունանում են ինչ-որ մի վիճակի, հանձնում է իշխանություններին։ Ռուսաստանի Դաշնությունը իր պաշտոնական հայտարարություններով աջակցում էր Բագրատ Սրբազանի Սրբազան պայքարի երևում էր դա։ Արգորսնախարարության, Լավրովի, պրոպագանդիստների, չէ, այդ պրոպագանդիստները ով են, պաշտոնական, չէ, պարզ է, որ ինքնուրույն չեն, անկախ չեն այդ մարդիկ, խոսացինք մամուլի մասին։ Այսինքն մենք տեսել ենք դա, որ դա հասունանում ինչ-որ մի կետին, իսկ հետո հոպ իշխանությունը ստանում է, այսպես ասած, կանանչ լույս քրեական հետապնդումների։ Ու սկսում են մարդկանց կալանավորել։ Ինչպես է այդ մեխանիզմը գործում, ինչու մինչև վերջ չեն հասցնում են կողմերը եւ ինչու են ստանում կանաչ լույս։ Տեսեք ինչ գերտիրությունների հետ ինչ որտեղ իմ կարծիքով ես այդպես չեմ կարող պնդել, բայց իմ անձնական պրակտիկայում էլ պիսի բան եղավ։ Գերտիրությունները օգտվում են իրավիճակից, երբ որ ընթացիկ իշխանությունը ունի խնդիր իր երկրի ներսում։ Նկատի ունեմ կա կոնկրետ խումբ, որը որ ուզում է ծրագրել է, գիտեք, երբ որ ունես ընդհանուր խնդիրներ, կա խումբ, որը դուք անորոշ մարդկանց հետ է, բայց երբ որ կա ձևավորված խումբ, որ ունի ինչն է մարդկանց միավորում, նպատակը, չէ՞, ընդհանուր նպատակ, որը որ վտանգում է իշխանության բանին, այստեղ առաջանում է այդ բանը, որ գերտերությունը եւ ես այդտեղ ոչ միայն Ռուսաստանը, Ֆրանսիայի մասին էլ նույնը կարելի է ասել, Հայաստանի դեպքում օգտագործում է այդ ճնշումը, որ գոյություն ունի այդ խնդիրը եւ ստանում է գործող իշխանությունից ավելի լավ ինչ որ պայմաններ կամ ավելի լավ ինչ որ գործարք է ստանում։ Այսինքն հիմա մենք նոր դարաշրջան ենք մտել, երբ որ կոնկրետ Ռուսաստանի Դաշնությանը հենց ձեռ է տալիս, որ եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում լինեն այսպես ճոճվող, միշտ խոցելի, վախը մեջները իշխանություններ։ Իրենց պետք չի ստաբիլ գործընկեր, իրենց հենց պետք չի այն ստատուս կվոն, ստաբիլ ստատուս կվոն, որը որ եղել է մինչև Արցախի դեմ ագրեսիան։ Դրա ստարտափի պահին երկրի ներսում ստարտափներ են ծնվում, չէ, եկեք ղեկավարին փոխենք։ Հասկանալի է, տեսանելի է ինչ որ հակասություններ, բացթողումներ, թերություններ եւ այլն եւ այլն։ Եկեք այդ ծրագիրը հասկանանք ոնց ենք անում եւ կոպիտ ասած ռուսների վրա ծախենք։
որ իրենց աջակցությունը ստանանք։ Ստարտափի փուլում Ռուսաստանի ներկայացուցիչները, դեսպանները, ազդեցության, այսպես ասած, գործիչները, հա, որոնք որ երկրի ներսում կան, իրենք խրախուսում են։ Դեմից չեն ասում, չէ, անիմաստ է այդ գործունեությունը, մի արեք, ենթադրենք Փաշինյանը մեր մարդն է եւ իր դեմ ցանկացած քայլ մենք կդիտարկենք մեր դեմ քայլ։ Բագրատ Սրբազանին եթե Կապերկինը դեմից այդպես ասեր, չէ՞։ Մի անգամից ասեր, Բագրատ ջան, Փաշինյանը մեր մարդն է, դուք եթե իր դեմ եք, մեր դեմ եք։ Լինելու էր ձեր կարծիքով Սրբազան պայքարը։ Չէր լինի, չէ՞։ Հաշվի առնելով այդ պայքարի գաղափարախոսությունը, մարդիկ ի սկզբանե կհասկանային, որ եթե իրենք դուրս են գալիս Փաշինյանի դեմ, ուրեմն իրենք դուրս են գալիս Կրեմլի դեմ, իսկ իրենք Կրեմլի մեջ են տեսնում Հայաստանի իրենց գաղափարը քաղաքական, որ Կրեմլի հետ կլուծվեն։ Իքստինքյան տենց է, Մոսկվան մի հարկ վերև ավելի հիմնարկ է, քան Երևանը։ Դուք մի զարմացեք, մինչև հիմա Երևանը Մոսկվայի հետ է։ Հիմա ասեմ Գայանե ջան, մինչև հիմա մարդիկ բողոք են գրում Մոսկվայի Կրեմլ պրեզիդենտու Պուտինու։ Եվ մի քանի տարի առաջ ես լսել եմ դրա մասին, այդ Մոսկվայի Կրեմլի նախագահի ադմինիստրացիան ուղարկում է այդ նամակները, ընդհանուր նամակ է գրում բողոք Նիկոլ Փաշինյանի դեմ, Փաշինյանը ասենց կամ Սերժ Սարգսյանի դեմ կերել է, թալանել է, գողացել է, կարող է դա տարիքով մեծ մարդիկ են, որոնք դա չեն տարիքով մեծ, փոքր, չգիտեմ, բայց այդ երևույթը կա, եւ այդ մարդիկ, այդ մեծ մարդիկ, իրենք իրականում ճշմարտությունը ինչու՞մն է, էլի, այս հոգեբանական բանի մեջ։ Չէ, ստորադասությունը պահպանվել է։ Փաստացի, ոչ հոգեբանության մեջ։ Փաստացի քաղաքական ստորադասությունը պոստսովետական տարածքում նոր ձևավորված պետությունների Ռուսաստանի կենտրոնին այս կամ այն չափով պահպանվել է։ Միտեղ ինքը բացահայտ է, միտեղ ինքը քողարկված է, բայց այսպես կարելի ասել պոստսովետական տարածքը դա նախկին միութենական հանրապետություններն են, ավելի որոնց էլիտաները ավելի լայն ազատություն ունեն։ Թելը ոնց որ ասում են կապը մի քիչ ավելի Մինչև երկար է։ դուք տեսնում եք ԱՊՀ-ս Հասկացա, Մոլդովան դուրս է եկել այդ շղթայից։ Մոլդովան դուրս է եկել այդ շղթայից։ Վրաստանը դուրս է եկել, հետո ուզում է հետ ներս գա, քանի անգամ այդ դեռ այդ process-ի մեջ է։ Ուկրաինան եւս Ուկրաինան դուրս է եկել, հա, Պրիբալտիկան ամենասկզբից դուրս է եկել։ Բայց Հայաստանը, Ադրբեջանը տվյալ պարագայում մնացել են նույն տեղում, հա։ Եվ Միջին Ասիան։ Եվ Միջին Ասիան։ Եվ Բելարուսը։ Դե Բելարուսի մասին երևի արդեն չենք խոսում, որտեվ ինքը բարձ է։ Մյուս լեվելին է բարձրացել, միութենական պետության մակարդակը, որը էլի չի ստանում իր վերջնական ձևակերպումը